Այսօր բռնել ենք այս ճանապարհը, որովհետև մեզ ուղեկից է դարձել զինվորի բարի գալուստը բանակից։ Հարգանքներս բոլորի շնորհակալություն հավերի համար։ Եվ մենք ուղևորվում ենք ուղիղ Թալին։ Թալինը Թագուհու անունով քաղաքը։ Ուրեմն Հովհաննես անունով աղբերը ահա նա խրով գալիս է։ Կարինե քույրիկին ենք տանում ծաղիկներ։ Զինվոր բարի ստանը տեսեմ լիանամ։ Լեռնիկ մեծ աղբորը կոնյակ։ Այս պայս դու էլ զինվոր չես, այս բացել է պես ի՞նչ նվերա։ Իսկ տորթը քաղցրությունը իհարկե մեր զինվորին։ 2 տարի արծիվի նման, հզորի նման ծառայեց եկաբաշխավ մեզ ու բոլորիս ուրախություն բերեցին քո գալուստով։ Հասանք երկրորդ պատվերին։ Առանձնահատուկ չէր ծափեր, աղբեր։ Այո, մեծ աղբեր։ Գագ քորեխոր ծննդյանորն է, հավաքվել են բարեկամներով, նշում են քեֆ են անում։ 20 օրվա տարբերություն։ Սա սեր է։ Երկուսնյատ երկուս պելյուս։ Հուս նվերը մեր մեծ աղբորը։ Մի խոսքով մեր մեծ աղբեր Գագիկը իր հալալ աղբեր Հարութի որդու կողմից, Արտոմի կողմից, ընտանիքի կողմից ունի գեղեցիկ անհատական կարգ։ 47 տարի առանց ծաղիկներ էր կա։ Բարև ձեզ, հուսով եմ հանկարծ չենք խանգարում, էլի ոտներս խերով ձեր օջախ ծափերը ուր են։ Բարեկամներ, մենք այգես տանում ենք, ինչպես նկատեցիք։ Մեծ աղբեր Վարդգեսը հեչել պատկերացում չունի, այստեղ ինչ է կատարվում։ Հատուկ նվեր են բերել, բաց տենանք ինչ է մեջը։ Իսկ կատարվում է այն, որ որդին իր մյուս որդու հետ, որդին Նահապետը իր աղբորի հետ գնացել է Եգիպտոս կարևոր գործերով։ Այս նվերն էլ իրանց կողմից։ Հիմա բաց հələ տենանք լավ բան է։ Բարեկամներ, հարգանքներս Երևան Գյումրի մայրուղուց։ Այսօր բռնել ենք այս ճանապարհը, որովհետև մեզ ուղեկից է դարձել զինվորի բարի գալուստը բանակից եւ մենք ուղևորվում ենք ուղիղ Թալին։ Թալինը Թագուհու անունով քաղաքը, հինաբուրց ու գեղեցիկ քաղաքը, որտեղ բնակեցված է աշխարհի ամենահայրենասեր հայրենիներով, այնպես որ լավ տեղ ենք գնում։ Գնում ենք մեր հովո աղբորը, ասենք բարով ես եկել, շնորհակալ ենք քեզ, որ ծառայեցիր 2 տարի հանուն հայրենիքի, պահեցիր մեր սահմանները անառիկ։ Իսկ հիմա քեզ շնորհակալություններ ենք բերել հեռավոր Եվրոպաներից, որտեղ բնակվում է նրա շատ սիրելի մորաքրոջ Մարինե մորաքրոջ ընտանիքը Գուրգեն մեծ աղբոր հետ միասին։ Նրանք որոշել են աչքալուսանք անել Հովոյին եւ նրա հայրիկին ու մայրիկին, մեծ աղբեր Լեռնիկը եւ Կարինե քույրիկին։ Կներեք, նարն է ասեցի, Կարինե քույրիկին ենք տանում ծաղիկներ, Լեռնիկ մեծ աղբորը կոնյակ, իսկ տորթը քաղցրությունը իհարկե մեր զինվորին։ Լավ էմոցիաները բոլորին, ով այս պահին կլինի սրահում, ով այս պահին նայում է տեսանյութը, այս էմոցիաները ձեզ համար թող հայոց աշխարհում բոլոր զինվորները գնան ծառայեն ու փառքով վերադառնան եւ հարազատներին ուրախացնեն էլ ավելի շատ։ Ընկերներ, մենք բավականին ձյան մեջ ենք։ Եվ հիմա այստեղից պետք է շրջադարձ կատարենք, հետ գնանք ուղիղ Թալին։ Մենք օրա ես ինչ անում այ ախպեր։ Վերցում ավտոն։ Գնանք Թալին, որովհետև Թալինը անցել ենք։ Ու այս նոր կառուցված ճանապարհի ակնհայտ թերություններից մեկն այն է, որ Թալին չես կարող մի անգամից մտնել, կամ էլ կարող ես տեղ կար, մենք չտեսանք այդ տեղը, բայց ամեն դեպքում անհասկանալի էր։ Հիմա պատկերացնելով, որ այստեղ շրջանաձև երթևեկություն է, շրջանաձև երթևեկություն արեցինք, ուղղակի պատկերացրեցինք, որ այդպես է պետք, դրա համար էլ արեցինք։ -9 է ջերմաստիճանը ներկապային Մաստարայի մոտ, Մաստարայից մենք շրջադարձ կատարելով գնում ենք Թալին, Թալինա Թագուհու քաղաքը։ Սիրուն աննաբես Թալինա, չէ, Թալինա։ Ահա բարեկամներ, այս կողմից, այստեղից մտնում ենք Թալին քաղաք, որտեղ ձյունը ջերմակ է, տեսեք ջերմակ ձյունով են գնում, օպա, Ամերիկա, Եվրոպա։ Բա, գնում ենք, տնանք երբանից կբացվի նորմալ ասվալտագույն ճանապարհը։ Ահա, մի քիչ երևաց արդեն ասվալտային ճանապարհը, ընկերներ,
ամեն ինչ ուղղակի շշմեցնող է, հիանալի է։ Գնում ենք։ Ան տեսարանը։ Դյութական է, ընկերներ։ Լիճ գեղեցիկ է, ամպերը մի կողմից, թուղթը մի կողմից, սարը մի կողմից, ճանապարհը էլ չասեմ։ Արա ուղղակի ինչի համար են ստեղ այսքան տեղ ճանապարհ քաշել։ Ասենք մի անգամից թող մտնեին մագիստրալ, այս ասֆալտի վրա փող չէր ծախսվի։ Հա? Կողմից ճանապարհ է այդում։ Կողմի հին ճանապարհն է, որ այդում ենք Գյումրի։ Դժվար։ Չէ, ախպեր, էսի միշտ կա։ Այս կողմի ճանապարհ կակրած միշտ կա։ Անհասկանալի էր մեզ համար այս հանգամանքը, բայց ոչինչ։ Ըստ ցույց տու որ տենան էլի իր ձևը, այսա տեսեք ընկերներ, այսպես զուգահեռ գնում է, որ կարար այս չլներ այն ճանապարհով մարդիկ անվտանգ գնային գային, այսինքն մի հատ մոստ պետք է սարքեն, որ մտնես Թալին, Թալինից դուրս գաս Երևան Գյումրի ճանապարհ։ Գիտի անունը Թողասի Մատուրի, հաստատ կունենա էլի, ոնց է չլինի։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, մուտք են գործում Թալինը արդեն կոնկրետ Թալինի վարչական շրջանում ենք այս պահին, ամեն ինչ հիանալի է, գնում ենք հիմա մեր ռեստորանը գտնենք, որպեսզի գեղեցիկ անակնկալ անենք, աչից մեր անցավորներն են, ողորմի բոլորիս անցավորներին, հիմա անցնենք լուր գեղեցիկ, գնանք հասնենք մեր գեղեցիկ առիթին, Զվարթնոցի նախկին ավտոբուս է, որը էլ ավտոբուս չի, այլ կաֆե կամ էլ ռասկուլաչիտ։ Այսօր օրը հագեցած է 3 գեղեցիկ առիթով, առաջին առիթը զինվորինն է, երկրորդը սիրված օրեղբորը, իսկ երրորդը սիրված հայրիկին, այնպես որ լավ օր է։ Նախապես կանգար կատարենք, հանկարծ մեքենա դուրս չգա, արգելակենք չպահի գնանք, խամբուրվենք 2 մեքենաներով։ Ահա բարեկամներ, ամանորյա Թալինն է, դեռ չի զրկվել ամանորյա զարդերից։ Հələ այն կողմն պատին բան են արել, սիրուն զարդարանք են արել։ Թալինի կենտրոնական մասում են կանգնելու։ Մի քիչ սպասենք ու գնանք ռեստորան, որովհետև դեռ ժամը 6-ն է։ Երբ ուզում եմ տեսնեք Թալինի կենտրոնը, ձյունը մեր հերոս անուշ աղբերներին, որ մեր առաջ են հենց հիմա, խոնարհումս եւ համբերություն բոլոր զոհվածների հարազատներին։ Մենք հիմա գնում ենք տղերքի պահած հայրենիքում բանակի քեֆ շնորհավորելու։ Դա արդեն հաղթանակ է, արդեն առաջընթաց, այնպես որ ես միայն ուրախ եմ եւ հպարտ այս առիթով։ Հիմա գնանք տեսնենք որտեղ է մեր հովո աղբոր բանակի քեֆը։ Այստեղ էր։ Ես ուզում եմ տենամ իր զապրովկայել է, որ ես չեմ տեսել։ Այս ձների մեջ Ստեղ ձմեռա լավ տեղը տեղին։ Հա, Թալինը միշտ էլ է, բայց անցած տարի չէ, այս տարի է շատ։ Այս տարի է շատ, այս տարի Հայաստանում է շատ ձյունը։ Հա, մենք ու այդ զապիսները որ գցում ես տենում ենք, որտեղ ինչ ես անում եք, դու թաղվում ես իրանցիների հետ, ինչ ես անում։ Հա, բա։ Ծավ։ Մենակով թաղվելը հավես չի, էլի։ Հա, էսա հանդիսությունների սրա։ Պարզ գրած է հայերենով։ Բայց սրա տեղ կարելի էր մետ անուն դնեին, այսքան երկար չգրեին հանդիսությունների սրա։ Եկա ծախսեն արել տարերի վրա, էլի մի անգամից։ Մենք հիմա ներսում ենք շատրվանի հարևանությամբ։ Մնում է բան անենք Վարդանից տեղ։ Տենանք հանդիսաբար ոնց են կանչում։ Բարեկամներ, ահա մենք մի քիչ որոնողական աշխատանքներ տանելուց հետո գտանք մեր հանդիսաբարին։ Ջան։ Ոնց ես, հարգանքներ։ Հələ անունը հիշացերու, էլի։ Բարսեղ։ Բարսեղ մեծ աղբեր, ինչ եք անում, հաց եք ուտում ներսը։ Բա ինչ անենք մենք մտնենք այդ տորթը ծաղկի հարցը լուծենք։ Կարող ասես քողարկում ենք հաց ուտենք նոր գանք։ Չէ, պետք է ես մտնեմ ուզած։ Հովանես, Լեռնիկ, Կարինե։ Կարինե, հա։ Մարինե Գուրգեն, հա։ Կարինե, Մարինե, Նարինե։ Բայց Կարինե ու Մարինե։ Նարինե չեմ ասում, Կարինե, Մարինե։ Всё, ամեն ինչ իդեալական է, իդեալն է։ Հիմա հանդիսավար Բարսեղ Անուշ աղբերը կասի։ Շարքան հրաշքները
խոհարոցի անուշ եղավ ձեզ բոլորի ժողովրդան։ Իսկ այժմ բարեկամներ, հենց իսկ բանը մենք ունենք անատենկալ։ Հոմանես ջան, անատենկալ ունենք ասպեր ջան։ Եթե խնդրեք ժողովրդի բարձր ծավալերով հիմնարարենք մեր ախտորը, Ստեփանին։ Շնորհակալ եմ մեծ աղբերի բարձր, հարգանքներս բոլորին շնորհակալ եմ ծապերի համար և այս ծապերի ներքո եմ, որ ուզում եմ հրավիրել զինվորս գրության կողքի մեր զինվորին, որը մեր Հովհաննես Անուշ աղբերը, ահա նա։ Այս ծապերը մրցավ, ոչինչ։ Այս ծապերը մեր բանակի համար է, մեր Հովհաննեսի գլխավորությամբ, բարեկամ, ես քեզ ուզում եմ տալ մի տոր, որը զինվորական է և մարդում եմ քեզ, որը զինվորական ոչինչի կարիք չունենաս, այս տորը թող լինի քո վերջին զինվորական պարտավորությունը, որ հիմա պետք է երազանք պահես չես, ծապեր տվեք մեր մեր զինվորի համար, որովհետև նա 2 տարի արծիվի նման, հզորի նման ծառայեց եկաբացավ մեզ ու բոլորիս ուրախություն բերեցին քո գալուստով, խորովածը լավն է, շատ լավն է խորովածը, շատ լավն է, բոլորին բարեխորժակ և այստեղ հենց հիմա ես բարում եմ ումերը դու երազանք պահի ու իմացին, որ կատարվել են քո բոլոր երազանքները, որովհետև դու արդեն մեր հզորների շարքում ես, ծառայել ես քեզ շատ հեշտ աղջիկ են տալու աղբերս, բիլետդ մոտդ պահի, ծապեր տվեք, որ աղջիկ տան մեր Հովհաննեսին։ Հենց ես պահի վրա մեր երազանք պահի չի քեզ լիքը բարձունքներ ենք մարդում քաղաքացիական կյանքում, խչի թոյթա աղբերս։ Բարձր պահես։ Շնորհակալ եմ շատ և այս ծապերի, այս մյուս ծապերի ներքո գիտեք ինչ ենք անում, կանչում ենք այստեղ մեր հերոսի ծնողներին, մեր աղբեր Լեռնիկ և Տիկին Կարինեն։ Այ որս նորից ետարնայ, չտխրես դու մայրի վաղուս։ Ճիշտ ասեցի, չէ ձեր ամեն, տեսակ ոնց եմ հիշում, աշկները լույս լինի, դուք ունեք անակնկալ զինվորի մայրիկ, դուք ունեք հատուկ մի հատ նվեր սրտով արված, որ մեր զինվորը պետք է հանձնի ձեզ, իսկ ես տորթը հանձնեմ մեծ աղբորս, շնորհակալ եմ շատ, հիմա ես ծաղիկները տալիս եմ մեր զինվորին, մեր Հովհաննեսին, որ մեծ սիրով ու հպարտությամբ գրկի ձեզ, նա պաչի կանի ու ծաղիկները տա, որովհետև սրանք ես ոսկի թափի երկնքից, ոսկի լինի բոլորիս տրամադրությունը և հիմա ես մի նվեր եմ բերել, որը աշկալուսանք է, ու տամ մեր զինվորին։ Այդսու Հովհաննես, այս պայից դու էլ զինվոր չես, ես բացել եմ ես ինչ նվեր է, հələ բաց, քո համար է հատուկ։ Ուրեմն կոնյակ ենք բերել, կոնյակը խորհրդանշական է, որ գան այս անակնկալ անողները իրար հետ խմեք անուշանեք, պատատիր, բարեկամ, պատատիր, տես ինչ կանդ է, չէ, այս Եսի բացելու ես, երբ որ գան անակնկալ անողները, ովքեր շատ են ուրախացել քո գալուստով, իսկ հիմա ուզում եմ հարցնել, ում կողմից կլինի, կարող եմ ուշել մի քիչ, ասա, դրնիկ մենք աղբերի, համոտ է, քույրիկս, Քո քույրիկը չի, բայց քույրիկա։ Չէ։ Այո, Գերմանիայից Մարինե քույրիկը և Գուրգը նրա ամուսինը մեր մեծ աղբերը շնորհավորում ենք բոլորիս մեր ազգին, որ ևս մեկ զինվոր բարոյներով եկավ ասատում գրկեց Մայրիկին ու Հայրիկին էլ գրկեց, վերջում եմ որ գնում էինք, այդ բաղ Հայրիկին գրկեց Հովհաննեսը, գրկեց ջիդյարով, այդեց, ասաց պապջան եկել եմ, ծապերը բարձր ձեզ լավեր ուրախացինք, իսկ մենք գետացինք, շնորհակալ եմ, Արսեն, բարեկամ ես։ Շնորհակալ եմ, մենք ենք շնորհակալ, Գնում ենք, մենք հելանք, աղբերս, մերնեմ քո սրտին, ջան։ Չէ, հիմա պետք է արագ եթա Երևան, հետո Արտաշատ, լինում է, երբեմն լինում է, երբ որ շտապ ես։ Հիմա արագ գնում ենք, վերադարձ ենք կատար։ Չէ, անուշ արեք, ընձիներով կներեք, ես սրտանց կգայի, բայց ուշանում եմ։
Հաջողություն բոլորին։ Հա, բարեկամներ։ Հովանեսին ասեցինք բարով ես եկել։ Մնում է գնանք սիրված հորեղբորը ասենք դու շնորհավորանքներ ունես Ամերիկայի մեր բարեկամներ, հարգանքներս ինչպես եք, լավ եք։ Հուսով եմ լավ եք ու միշտ լավ կլինեք ու լիքը դոլարներ կունենաք լավ լինելու համար։ Հիմա մենք Ամերիկայից եկող սիրո արդյունքում են գնում ռեստորան, որտեղ Ամերիկա ախպերս, որ համարը հայկական, դա չի նշանակում, որ Ամերիկա չեն, Ամերիկայում են, մեր բարեկամը Ամերիկայում է որոշել է իր շատ սիրելի հորեղբորը շնորհավորի ծննդյան առթիվ։ Մենք էլ գնում ենք այդ գեղեցիկ արարողակարգը կատարենք։ Ելանք Երևան Գյումրի Մայրուղի, գնացինք Երևան Լենինգրադյան։ Հասանք երկրորդ պատվերին, այստեղ մեր Արտյոմ աղբոր սրտի ցանկությունն է, որ իր հորեղբորը, Գագիկ հորեղբորը անակնկալ անենք։ Գագիկ հորեղբոր ծննդյան օրն է, հավաքվել են բարեկամներով, նշում ենք, քեֆ են անում, իսկ մենք գնում ենք շնորհավորանքները տեղ հասցնենք Արտյոմի, ով գտնվում է Ամերիկայում, իր շատ սիրելի հորեղբայրն է։ Մի խոսքով մեր մեծ աղբեր Գագիկը իր հալալ աղբեր Հարութի որդու կողմից, Արտյոմի կողմից, ընտանիքի կողմից ունի գեղեցիկ անակնկալ։ Գնանք ցուրտ Վարդան, արստել կարանք կայնենք։ Ախպեր կաղա ես մեկն, հա? Ես էլ չէ զալ։ Լավ, գնանք տնանք, որնա։ Բարեկամներ, տղամարդու ծնունդ որտեղ է։ Ես, հա, մեծ։ Ներքևի զալն, հա։ Ներսով է տեղ։ Ինչի, ներսով պրյամո զալ եմ մտնում։ Հա։ Լավ, կմրսենք, ոչինչ։ Փաստորեն Վարդան, ես ճիշտ էի զգում, որ այն կողմ պետք է գնանք։ Այս ռեստորանը ունի երկու մուտք։ Մեկը ներքևից, մեկը վերևից։ Մենք հիմա գնում ենք ներքևից։ Երկուսն էլ ցուրտ է ճանապարհ գնալու։ Ես Հանդիս Ավարյան ձայներ եմ լսում։ Բարի օր ձեզ։ Հոբելյարը ձեր մեջ չի, չէ՞։ Դուք չեք, չէ՞, Հոբելյարը։ Գագիկա անունը։ Գագիկ։ Ում կողմից այդ հարցը ասենք ես որ ասենք թե ով է հանես համարը։ Ով ճիշտ է լասի։ Հա, քո աղբերն է հալալ, այքն արե։ Աղբեր էլի նվագեն անում։ Բարև ձեզ։ Հարգանքներս, էդի պարում են իմ աղբեր։ Հեսա կասեմ աստավիկ կանեն, արի։ Աղբեր լսի իմացա հոպա բանը Գագիկի եւ կնոջ ծննդյանունը, կնոջ անունը։ Թամարա։ Բարի օր ձեզ։ Ո՞նց եք։ Բայց չեք պարում, միշտ պետք է որ պարեիք։ Հələ դողնան արագի դոզը լավ է։ Երկու վարդյան էլի իրեք բաժակ վրա։ Այլ չի տալի։ Հա։ Անակնկալ է սպասվում։ Իսկ ինչ անակնկալ նախ կուզենամ Ստեփանին առանձնատու ծաղրով ողջունենք եւ հրավիրենք։ Համեցեք Ստեփան ջան։ Բայց առանձնահատուկ չէր ծափեր, աղբեր։ Այո, մեծ աղբեր Վարդան, բարև բոլորին, բարև եք հավաքվել, եմ որ ասած առանձնահատուկ ծափեր, չէ։ Այդ առանձնահատուկ ծափերը չլսացինք այդպես էլ։ Լսենք մի հատ։ Ծափեր մեր հոբելյարների համար։ Գագիկ եւ Տեգեն Թամարա, շնորհավոր ձեր ծննդյան օրը 70-ամյա, կամ մի օր էսանեյան է, թե նույն օրն եք ծնվել։ 20 օրվա տարբերություն։ Սա սեր է։ Երկուսնյա պելյուս։ Հա, երկու։ Լավ այս։ Այսօր բայց իսկական քո ծնունդն է, չէ՞ մեծ։ Այո։ Դե ծնունդը շնորհավոր լինի, արի ես իրենես պայ հանկարծ բարեմ քեզ բանաս բան չտամ էլի։ Այսենց։ Հենց բարեմ ծափեր տվեք էլի հրավառություն է այստեղ։ Տոն եւ ուրախություն, շատ լավ ուրախանում եք, ես մի ժամը հետևում ենք ձեզ, շատ հաճելի է որ այսքան ուրախ եք, միշտ ուրախ լինեք, հարգված ու սիրուն այդպես։ Մեծ աղբեր Գագիկ, աշխարհը փայլում են։ Սերը ապրում եք հողը։ Որազգականներից ընդհանուր բոլորը տեսնում եմ, բալ փայլի բայց կան։ Ջան, ազգական է։ Ձեզ գոված տես մի հատ ծափը ինչա չեք տալի մեր մեծ աղբոր համար։ Այանի ազգականները այն դետես են վերցում ծափ շտաբին։ Այդ վերջում չի ծափ չեք տալ, թե յանք առաջինը։ Հնամիներն են ասում։ Ո՞վ ախպերներս են։
Ուր աղբերներ է։ Այ, դե չէ լավ է։ Դե հիմա արդեն պահը վրա ասավ, շատ խոսացրի, մոռացամ ով այդ վառեմ։ Հատ երազանք պահես էլի, դες հավեսով, ջիջարով լավ երազանք պահի կատարվելու այսպես լավ մարդու, քաղցր մարդու կողմից ենք բերել ձեր ծննդը շնորհավոր ենք։ Խաղացում բոլոր ինտանիքներին ուրախություն։ Շատ լավ բան ասեցի, դե երկուսով չեք։ Դու բոլորիս, մենակ չես։ Всё, էսա տունը կռիվա քիշերը։ Հələ դու աղոթի խամացալի չհիշի այդ պահերը։ Երեկույու, դոս ու կես։ Ապրեք, դες միշտ սիրով լինեք, այդ պաչի կարա, էլի։ Այդ պաչի։ Լավ է, ես քաղցրությունը, մի պահես դուք պահեք ես քաղցրությունը, որովհետև դուք եք շատ սիրված, ճիշտ է, անակնկալ ավելի շատ իրա կողմից է, բայց ձեզ էլ են շատ սիրում։ Հիմա տորթը տանք արդեն մեկ ուրիշ քաղցր մարդով կվերցնի։ Ահա։ Հիմա շարունակելով մեր անակնկալի ընթացքը, բերում եմ մյուս նվերը, մեր մեծ աղբորը, մեծ աղբեր գալիք, հələ բաց տես ինչ ենք բերեք ես։ Կոնյակ, որի վրա երկու հրաշալի անձնավորություններ են, այսօրվա մեր հոբելյարները, ովքեր են սիրով միշտ փայլել են, սեր են տվել, սեր են առել, հիմա այդ պակաս սեր չեն տալիս, փոքրիկ զարում սեր այնքան շատ է, որ ցածերից էլ զգացվում էր, էլի Մալայսիայի շուկայի մոդելից էլ սերը զգացվում էր, հետևաբար սիրուց եմ խոսում, ուզում եմ մի հատ էլ դու սերը ցույց տաս, ես քեզ կօգնեմ բայց, որտեղ ես անուշ աղբեր եմ։ Լավ եք բան։ Անտիր է, բայց ես ուզում եմ, որ ծաղիկներով լեցուն սեր տեսնենք։ Դեսու քարտու 7 տարի առաջ ծաղիկներ էր կան։ Չէ, ուրեմն ծաղիկներով այս անգամ է, որովհետև այսօր հոբելյանական օր է, մեզ էլ ծափեր ենք տալիս նվիրի պաչի։ Այդ ջիջարով բայց։ Պահում եմ։ Ես եկել եմ հեռու տեղերից, այդ տեղերից մի հոգել ունենք ստեղ, շատ հարազատ մարդ է դարձել, ինքն էլ է այդ տեղերից եկել, այդ հեռու տեղն էլ օվկիանոսից այն կողմը, ու անակնկալը, քո եղբոր Հարութի որդու Արտյոմի ընտանիքի կողմից է, նրա ներկայությունը ապահովեցինք այստեղ, բոլորից շատ է սիրում, հաշվեք ինքն էլ աստեղ, Ամերիկայից եկել է մեծ աղբեր Վարդանի հետ, էլի տես մտածեք, հիմա անդեն նստած է, հա, Ամերիկանուր այս էլ 2 մետր է, ես արդեն տենում եմ, էլի որ 2 մետր է, դե մեր լավ ծափեր տվեք, ձեզ լավ որ բարձր տրամադրություն է վերջին հարցես մեր հոբելյարին, որովհետև իր սրտով պետք է ամեն ինչ, լավ անցնում, Իհարկե այո։ շատ լավ է։ Դե գնացինք մենք, ձեզ լավ որ բարձր տրամադրություն ծափերը, հա, ապրեք, շնորհակալ եմ բարեկամ։ Մամացահորությունը և Ստեփանի գեղեցիկ անակնկալի համար ժողովրդում շոպերջում ես հետը։ Չէ, շոպեր ասկալի, Կավոր են կան, չէ։ Բայց ելնում է, որ խոսքի կավոր չնես, բայց կավորություն անես, էլի խոսքի մի հատ Ящик առնես նա 6-10 օրինակ հա ես շատ բան չեմ ուզում բայց ящик ապե նալատկա լենք հա գնում եմ Արտաշատ ապերես ես 2 կտոր չեմ ուտել ուտելուց լավ ուտես է ապերես բտու ինչացու ես ստացա վտան դες էլ ասես գլազոր եմ մարկը բարեօր ձեզ լավ է դե չէ դե Երևան չէ հա չէ հանդոս դել այ սիրուն ախպեր Արա դենգերս հետո էլ ռուլ եմ։ Հա, բարեկամներ, մի պահ դուք ուն կնդրեցիք իմ բարբարային խոսակցությունները, հուսով եմ ձեզ շատ չտանջեցի այդ բարբարով, դա իմ հարազատ բարբարն է, այնպես որ իզվինից է, եթե մի քիչ դիսկոմֆորտ ստեղծեցի։ Լավ, զիջում են մեզ, այստեղից արդեն անում ենք ռոզբորոտ եւ գնանք քաղաք Արտաշատ парքետ շատ բարեկամներ մնացեք մեզ հետ, որ տեսնեք ինչ ենք անելու։ Բարեկամներ, մենք այգես տանում ենք, ինչպես նկատեցիք, ինչպես հասկացաք, սպասեցինք, որ հոբելյարը գա օջախ, մեծ աղբեր Վարդգեսը քեչ էլ պատկերացում չունի, այստեղ ինչ է կատարվում։ Իսկ կատարվում է այն, որ որդին իր մյուս որդու հետ, որդին Նահապետը իր աղբոր հետ գնացել է Եգիպտոս կարևոր գործերով, Եգիպտոս է գնացել կարևոր գործեր ունի, էլի։
ու ներկա չի հայրիկի ծննդյան օրը եւ իմիջիալուց Վարդգեսի ծնունդն էլ 3 էր, այնպես որ Վարդգես ջան եւս մեկ անգամ ծննդյան օրը շնորհավոր, արժանի որդի ես, պապային ուշադիր։ Հիմա գնանք մեծ աղբեր Վարդգեսին, ասենք ծննդդ շնորհավոր, այսօր դու ծնվել ես, քո ծնունդն է այսօր ու բոլորն ուրախ են այդ առիթով։ Ուրախ են, հա? Հա։ Հիմա վերցել ես գմփիկ։ Բարեկամներ հիմա անակնկալի միացել են նաև մեծ աղբեր Վարդգեսի Հասիկը եւ դուստը, այնպես որ հեքիաթային օր է, նա սիրված անձնավորություն է, իսկ սիրված անձնավորությունների պետք է սիրված անապ։ Բարև ձեզ, ուսով եմ, հանկարծ չենք խանգարում, էլի։ Ափերը, ուր են ափերը։ Վարդգես մեծ աղբեր, այսօր քո ծնունդն է, չէ՞։ Արդեն քո ծննդյան օրն է այսօր։ Հա, դե եկել ենք, ընդից հել եկել ենք ծննդիդ, եկել ենք քեզ ուրախացնենք, այսօր քո ծննդյան օրն է։ Ու բոլորը, հələ ասես բոլորը սիրուն մարկասն է, հələ սիրունն է, հələ մացս թեթևն է այս աղի։ Բոլորը քեզ շատ են սիրում։ Դու սիրված անձնավորություն ես, հայրիկ, ամուսին, պապիկ։ Հա, սիրում եք երեխեք պապին։ Մատ եկեք գրկեք հələ, այսպես գրկեք պապին, հավաքվեք պապի կողը։ Այս Գեղեցիկ է ժպիտը քո։ Այս չի սիրում։ Արի բաց։ Ես քիչ պատսորում եմ։ Բա լավ էլ, փաստորեն մեր բարբարները նույնն են, հա։ Դերը հոր է բացի։ Հա էլ։ Ռաբեկի մեջ է, մեր բարբար։ Դե նույնն է էլի, բայց խոյի լեզուն։ Հա, խոյի լեզուն է սա։ Դե հա մեծ երազանք պահի, բայց էլի երազանք անպայման պահի։ Առողջ մնամ։ Դե Բաց դու գիտես ցանկությունը։ Ծափեր տվեք։ Նայ, ես քաղցրությունը քեզ, հələ պտտիր տես ինչ ա վրան գրած։ Շատ լավ բաներ ա գրած։ Լավագույն հայրիկին, մենք քեզ շատ ենք սիրում, առողջ լինես, մեր կողքից անպակաս։ Դու օրինակելի կերպար ես մեր կյանքում, քեզ նայելով սովորում ենք ճիշտ ապրել։ Աստեք է։ Ճիշտ է։ Հիմա, բարեկամ, այդ տորթը արդեն տուր ինչ-որ մեկին, հա, ես իմացա ում տվի, կեսիդ տվի։ Բայց շատ լավ կլիներ, որ կեսը կինը մի հատ պաչիկ աներ։ Հա։ Լրությամբ ուղեկցում, որ մարդիկ հարազատ։ Սիրով լինեք։ Այս հատուկ նվեր եմ բերել, բաց տենանք ինչ ա մեջը։ Հələ բաց։ Իմանով։ Լեսի, քանով քաշատես թո պատրվի։ Քաշ թո պատրվի։ Գիտես չէ, շատ հանգիստ, շատ վարքյանապես կարող է լինել քո անով, բայց գիտես ինչի քո անով չի։ Ասեմ, որովհետև այստեղ որ պետք է կպցնենք, որոշել ենք հո դուստերերը։ Ավելի մեծ ու սիրով այդ ամեն ինչ կազմակերպեն։ Տորթը, կոնյակը մեր նահապետի կողմից, որ կարևոր գործերով Եգիպտոսում է։ Սա ասել գիտենք շատ կարևոր ճիշտ գործի է գնաց է։ Ունես որ այս նվերն էլ քո ում կողմից կլինի լաս։ Աղջկա կողմից երևի։ Բա, դու մի աղջիկ ունես։ Չէ, երկուսն ունես։ Մեկն էլ Արսիկն է։ Բա, Արսիկն ու քո դուստերը։ Այս նվերն էլ իրանց կողմից։ Հիմա բաց հələ տենանք լավ բան, հա։ Հենց որ բացես, ինձ թվում է բոլորը կգան քեզ կգերկեն, այդ պահին մի լավ բան տեղի կունենա։ Քանի օր անդե արդեն նահապետը։ Հա, արդեն պրծնում է էլի արտակոծը։ Հələ տենանք էդ ինչ սիրուն նկարա։ Մեզ էլ է հետաքրքիր, մեծ աղբեր։ Հա։ Ես մեծանում եմ։ Սիրեցյալի հետ, կյանքի կեսի հետ։ Բա մեծ գերկում եք, մեր հոպելի առին գերկում։ Հուսում եմ անվերջ, ես մանուկ ման։ Գնդացեք բոլորը գերկեք, հələ գերկեք տենանք։ Նորից մանկանա։ Ոսկի, դու ոսկի մարդ ես բոլորի համար, այս մաքրողը ինձ ներող կլի, բայց հարսիկի իմացել է, որը տենց հարնել, լեշի չի իմացել։ Ոսկե զոց կյանք բոլորիդ։ Կան ինչ է։ Ու պապին շատ է սիրում, հա, մետ պաչես պապիկին կարաս, հələ պաչի։ Համոզել եմ, Ոչ է, պապին գանվի։ դու էլ պաչի, մենակ պապիկը պաչես, դու էլ պաչի։ Պապին դες։ Ապրես, այդ տենց, ապրես։ Այդ Եգիպտոսից են զանգե։ Աղբեր ես, սրտի խոսք ունես ասելու։
Բա այն աղբորդ էլ ասա, թող բեր իրար հետ խփեք, որ էֆեկտնի լի։ Ես է քեզնից եմ գոհ, հենա պապայի հետ ենք, իրար կող կայնած։ Աղբերս մետաղ է էլի։ Մետաղ է։ Ամեն ինչ տոշնի։ Դիվա խմել խմել։ Այ պիվայ խմել։ Դա խմեն չծրի, հա, պետք է խմեն բեշ տանը, հա։ Բան անենք, մենք գնանք, ասեմ ինչն է պատճառը, պատճառ։ Ջան։ Եթե գնացիք լավ չլելու, հա։ Օքի։ Բան ելը, տամը հատել անակնկալ կը։ Անակնկալը իր տեղը, բայց պիտի լսի, բայց բանը ինքը չգիտի։ Մտել անակնկալ ունեի։ Ինչ է։ Անակնկալ ունեի։ Էլը։ Հա։ Բայց դա դերսում է։ Դա դերսում է։ Դերսում է հրավիրում։ Դերսում է կարող իմրսես, դար խմար շորխակի լեմատուս։ Շոտ է տարվալի։ Հա էլի, շոտ է դարդալի։ Էսա։ Գիտես ինչ անակնկալը։ Հարգելի։ Ահա կարող է։ Ապե ինչ է դու գանում, Այգեստանի բնակիչներ, եթե դուք լսեք այս ձայները, ուրեմն իմացեք, որ էս է քո համար էլի։ Ավեսով էլի։ Քո ընտանիքի համար կարևոր նոր տարի է, էլի, քո ծնունդն է, քո ծննդով էս ընտանիքը ստեղծվավ, այնպես որ իմացի, որ միշտ քեզնից շնորհակալ եմ։ Հե, ճեժեր, լավ, հա։ Նոր տարին պրծավ։ Պրծավ, հա, իհարկե։ Պրծավ, հաստատ էլ պրծավ։ Նկան։ Ճիշտը սենց է, էլի, որ համոզվես պրծել է։ Հանկարծը տես չանեք, հա, չնայեք ես տենց արի, մետակա տենց անեք, բարեք, բան անեք։ Եկեք տուն, լավ, եկեք, կմրսեք։ Բա այդ ու անակնկալն էր սալյուտը։ Էլի հարսիկն ու դուստերն էին արե։ Այդ նկարներն ես նկարեք տպե, որ տան ինտերիերի հետ էթա, էլի։ Հա, բա։ Ես արաբուհու սիրահարն է, բա։ Նահապետ է, թե դու։ Հա, պապան ասացիմ։ Լեսի, բան է, էլի մենք չնստենք, սես։ Հեքիաթ ես պատմել։ Հա, ինչ եմ անել, ես լավ հեքիաթ ասած եմ։ Չնստեք պատմում ես։ Ապրես բան ար էլի, նստի կողս։ Դու տասիր ես խորոված է ուտելու ճիշտ ձևը արնի, կոյշ կը։ Ինչի ծնալը ժամանակ։ Դա բուրմունքը։ Հա, դա բուրմունքն ուրիշ է։ Տարքիվի չէ։ Մտել մասնող ու բարեկամացնող է։ Դե ձեր կենացը, մեզ էլ բարի ճանապարհ, մենք դուրս գանք։ Ապրեք, տարեք։ Քեֆ արեք էլի, վերջում քեֆ կանեք։ Ախր չեն խմել, մենակ եք եք խմել, հա։ Հայն մարը, Սանա գրսկանն ու լեջաբրան։ Դա դու ուտող խմող ես, երևար դու հակարս խմես։ Ախպեր շատ չխմես։ Շծկես խետը։ Եկել ես ես դու։ Կանչ չտած։ Էլայ։ Երեք ախպեր ջան։ Այս սոկը լեցրեք էր, որ խմեմ է, չէ։ Էքոմի, կարաս խմես, կարաս տալես։ Ես իր ասեմ խմեմ, դաժե տալերկաս սրբիրեմ, հա։ Եթե լավ խասատ դա, յար։ Ինչ անեմ, իքեմ ճամփու կնեմ տեզի։ Ամպորտ ցանկ ամենակարևոր ինչով էլ կլեք։ Հաջողություն, մենք գնացինք։ Բարեկամներ, մենք գնում ենք։ Բարթան, դու բան չէիր վերցրել, լուսավորություն։ Շուստերիացրել ես ինչ է գործը։ Մենք հրաշալի ընտանիքի հյուր էինք եւ շատ լավ անցավ մեր հյուրասիրությունը։ Ոչ դոլման շատ լավն էր, իզուր դու չփորձիր Վարդան։ Հետո փոշմանելու ես ուշ լինի։ Գնացինք բարեկամներ։ Ինչքան հաճելի է տեսնել հայ գեղեցիկ ընտանիքներ։ Մենք մեզ մենակ լավ ենք զգում։ Իսկ դուք ձեզ կարող օրը այսօրը վրով անցել ենք մենք։ Հենց նայ, մայմդ ուզում եմ նկարես այդ պահը։ Նայել է։ Ես ինչ է։ Դու նույնիսկ սրա վրով մենք անցել ենք, ախպեր։ Հա որ։ Հա, ախպերը ստից ենք մտել։ Ուրիշ Ոնց չենք զգացել։ Ոայ իմ արը։ Ես էլ եմ ասում, ոնց չենք զգացել։ Ես էլ մեր ծախպոր խանութն է։ Մեծ ախպեր Վարդգեսի խանութն էր կադրերում, ընկերներ, եւ նրա գեղեցիկ ընտանիքը։ Աստված օրհնի բոլոր հայ օջախներին, թող հզոր լինեն, իմաստուն եւ հայրենասեր։ Իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը, մեր շատ սիրելի Եղեգնաձոր։ Ընկանք ճանապարհ Վարդան։ Գնում ենք, այդ ճանապարհն է, տենում ես։